Բարև ձեզ սիրելիներ, մենք շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրությունը եւ այսօր մենք հասել ենք երկրորդ օրինաց 19 եւ 20 գլուխները։ Այս գլուխներում Աստված խոսում է արդարության, ողորմության եւ պատերազմի մասին։ 19-րդ գլխում օրինացի տեսնում ենք ապաստանի քաղաքների մասին խոսքը։ Աստված պատվիրում է, որ հատուկ քաղաքներ լինեին, որտեղ մեղավոր մարդը կարող էր փախչել եւ ապաստան գտնել դատաստանից։ Սա շատ խոր մարգարեական պատկեր էր։ Այդ քաղաքները Հիսուս Քրիստոսի պատկերն էին։ Մարդկությունը մեղքի պատճառով դատաստանի տակ էր, բայց Աստված պատրաստեց ապաստանի վայր, եւ այդ ապաստանը Հիսուսն է։ Սաղմոս 46:1-ում գրված է. Աստված մեզ համար ապաստան եւ զորություն է։ Երբ մարդը գալիս է Հիսուսի մոտ, նա գտնում է ներում, ապահովություն եւ փրկություն։ Օրինացի 19-րդում նաև խոսվում է արդար դատաստանի մասին։ Աստված չի սիրում սուտ վկայություն եւ անարդարություն։ Սա մեզ հիշեցնում է, որ Հիսուս Քրիստոսը ոչ միայն փրկիչ է, այլ նաև ճշմարիտ դատավոր։ Բայց գեղեցիկը այն է, որ նույն Հիսուսը, որ մի օր պիտի դատի աշխարհը, այսօր դեռ ողորմությամբ կանչում է մարդկանց իր մոտ։ 20-րդ գլխում խոսվում է պատերազմի մասին։ Աստված ասում է իր ժողովրդին. մի վախեցեք, որովհետև ձեր Տեր Աստվածը ձեզ հետ է։ Սա միայն ֆիզիկական պատերազմի մասին չէ։ Մեր կյանքում էլ կան պատերազմներ վախերի դեմ, մեղքի դեմ, հուսահատության դեմ, խավարի դեմ։ Բայց Հիսուս Քրիստոսը մեր հաղթանակն է։ Հռոմեացիների 8:31-ում գրված է. եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել։ Շատ հետաքրքիր է նաև, որ Աստված երբեմն ազատում էր պատերազմից վախեցած կամ ծանրաբեռնված մարդկանց։ Սա ցույց է տալիս, որ Աստված չի ուզում, որ իր ժողովուրդը ծառայի վախով։ Նա ցանկանում է վստահություն։ Եվ հենց սա է, որ տալիս է Հիսուսը։ Հովհաննեսի 14:27-ում նա ասում է. իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ Հիսուսը մեր ապաստանն է, մեր արդարությունը եւ մեր հաղթանակը կյանքի պատերազմների մեջ։ Ավարտենք աղոթքով, սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես մեր ապաստանը եւ մեր խաղաղությունը։ Երբ վախենում ենք, օգնիր մեզ վստահել քեզ։ Պահպանիր մեզ անարդարությունից եւ առաջնորդիր քո ճշմարտության մեջ։ Շնորհակալ ենք, որ դու պայքարում ես մեզ համար։ Ամեն։ Թանկագիններ, եթե այս ուսուցումները օրհնություն էին քեզ համար, իսվիր եւ գրիր մեկնաբանություններում, թե որտեղ տեսար Հիսուսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո տունը։ Ամեն։